Ինչքան կարելի է բան անեն, այս ազգին ծաղրեն, ձեն չհանենք։ Նայեք, ես գիտեք ինչ եմ նկատել, ժողովուրդ, ազգի հետ կապված, երբ որ ինչ-որ ծաղրանք է գնում, բան է գնում, սաղ սուս են, ոչ մեկ չի խոսում։ Այն կողմից ինչ-որ մասսա է հայտնվում, լեվակ մասսա է հայտնվում, դուք նացիստ եք, դուք ռասիստ եք, եկեք բոլորս հավասար լինենք, ես հիմի, ասես ինչ-որ հոգեկան հիվանդի բաներ են սկսում խոսան, թե դա ինչ կապ ուներ այս թեմայից, ես չգիտեմ առհասարակ։ Զբաղվող ըրնելու ես աղջ կարծում եմ, կապիտան կարեք ուղարկեք, հարկելի ոստիկանություն, ոստիկանապետ, չգիտեմ, ում կարելի է դիմել։ Ու նորից եմ վերջում կրկնում, այս աղջկան տենալուց ոչ մեկը մի մոտիկացեք ինչ-որ ֆիզիկական ինչ-որ վնաս տալու միտումով, եղավ։ Սա հորդոր ու պահանջա իմ կողմից, ովքեր որ ինձ դիտում են։ Հորդոր ու պահանջա, հանկարծ չմոտիկանեք ինչ-որ բան չանեք, ել եմ կրկնում, շարի բուդա։ Դուք եք ընկնելու կրակը։ Բարև ձեզ ժողովուրդ, ձեզ քաղաքական մեկնաբան եւ վերլուծաբան Վանյան Գուրգենն է, կամ էլ ուղղակի քաղաքական բլոգեր Վանյան Գուրգենն է։ Այսօր ես խոսելու եմ մի թեմայի հետ կապված, որը որ նախորդ թեմայում եմ խոսել, բայց ռուսերեն լեզվով։ Մի ռուս աղջիկ կա, որը որ իբր բլոգեր է իրան համարում, Instagram-ում, ու այլանդակություններ է դուրս տալի հայ ազգի վերաբերյալ։ Իր մասին է իմ ընդհանուր այսօրվա եթերը ու հիմնականում իմ եթերը ուղղված է ԱԱԾ-ին, ներքին գործերի նախարարությանը ու չգիտեմ քննչականին երևի էլ ճար չկա էլի, ես արդեն ուզում եմ ուղիղ դիմեմ, որպեսզի ես հարցին լուծում տան։ Ուժային կառույցներին իմ այս եթերը ինչով է վերաբերում, որ ես ուզում եմ հասկանամ ու իրենց եմ ուզում հասցնեմ այն հանգամանքը, որ այս աղջիկը իր բոլոր չափսերը արդեն անցել է։ Ժողովուրդ, այս աղջիկը հարցով ինչ-որ մեկը զբաղվելու է, թե չէ։ Հարգելի ուժայիններ, զբաղվելու է, թե ոչ, ինչ-որ մեկը։ Ну, ինչքան կարա այդ աղջիկը մտնի, ձեռ առնի մեզի, չգիտեմ, ասի вот армянское гостеприимство ու այնտեղ բաներ ցույց տա, թե ինչեր են իրեն գրել, դու բնական է, չէ՞ որ վատ բաներ են գրելու, ու այդ բաները ցույց տա, ինչքան կարելի է։ Ես չեմ հասկանում, ձեռ եք առնում մարդկանց, ժողովուրդ։ Հայ ազգին ինչ ասեց այս աղջիկը, իր խայպը ստացավ, ինքնը չէր բանանում, ինքը բացի ասում էր, ես խայպի համար եմ էսի անում։ Հիմա այդ էս որոշ եկեք բարեշենք էլի, իսկի ներողություն չխնդրես, մտ անիմաստ ինչ-որ բանով, այդ արհեստական բանականության նկար էր սարքել, վրան երկու բան գրել էր, յանը կաներեք ինձի ու վերջացավ գնաց։ Հետո ժողովուրդը տոննիկով հայհոյում է իրան ու չգիտեմ, կարող ինչ-որ մեկը տենա ու վնասի այդ աղջկան, ուր ենք հասնելու, քիչ չի գործում ոստիկանությունը, ну առաջինը ոստիկանության սա գործն է, ԱԱԾ-ն մեկ է քննչականը ես էդի մի քիչ չափազանցրեցի, որտեվ էդի դա իրենց գործը չի, էսի ոստիկանության գործն է, իրաց մասշտաբ ուրիշ գործեր է։ Տիկին Արփինե Սարգսյան, խնդրում եմ ինչ-որ մի հատ ընթացք տվեք այս գործին, այս աղջկան թող բարով խերով ճանապարհեն իր Ռուսաստանը այնտեղ ինչ ուզում է անի։ Գնա Կրեմլի կողակայինի ինչքան ուզում է թող ռուս ազգին հայհոյի, ում ուզում է թող հայհոյի ու 5 տարով գնա խայփ բռնի բերթերում Ռուսաստանի։ Ինչքան կարելի է բան անեն, այս ազգին ծաղրեն, ձեն չհանենք։ Նայեք, ես գիտեք ինչ եմ նկատել, ժողովուրդ, ազգի հետ կապված, երբ որ ինչ-որ ծաղրանք է գնում, բան է գնում, սաղ սուս են, ոչ մեկ չի խոսում։ Այն կողմից ինչ-որ մասսա է հայտնվում, լեվակ մասսա է հայտնվում, դուք նացիստ եք, դուք ռասիստ եք, եկեք բոլորս հավասար լինենք, ես հիմի, ասես ինչ-որ հոգեկան հիվանդի բաներ են սկսում խոսան, թե դա ինչ կապ ուներ այս թեմայից, ես չգիտեմ առհասարակ։ Զբաղվող ըրնելու ես աղջ կարծում եմ, կապիտան կարեք ուղարկեք, հարկելի ոստիկանություն, ոստիկանապետ, չգիտեմ, ում կարելի է դիմել։ Ախր գիտեք ինչ եմ բանելում, սենց ներվային անում։ Ծանոթ մի հատ ոստիկանության աշխատող կա, իր հետ էի խոսում, ասում է դե երևի բան բողոք չի գնացի իր վրա։ Այսինքն մենք պետք է բողոք անենք, բողոքենք, ինչ-որ գնանք թուղթ ու գրիչ վեկալենք, բան գրենք այս աղջկա, որով այս աղջկան բռնեն, հասկանում եք։ Ну տենց է ստացվում։ Վատը գիտեք որն է, որ օրինակ Նիկոլ Փաշինյանի, որով մի հատ փարչակ բան կար, բլոգեր կար Մոլդովայից էր, էսի մորդուս էր, որ իրան դրել էր յանի ռուսի տեղ, որ սկի ռուսը չի, բայց ռուսականի տակ բան էր անում ինչ որ պրոպագանդով էր զբաղվում, գալիս էր շորտ վիդեոներ սարքում գցում, 200-300 հազար նայում են ուրախանում էր ամեն վիդեոն։ Նկարը էսա կտնեք կասկանեք ու մասին է։
Այս բլոգերը որ կար, որ հիմա հետ լացում է, արդեն 7-րդ թե 4-րդ անգամ ուզում գա, Զվարթնոց օդանավականից հետ են ուղարկում, ասում են գնա քո ճամփով, դու ուստե իրավունք չունես գալու, բան արես քո մուտքը Հայաստան, արկելը փակված է։ Էսի մերավ գալուսան հետ են ուղարկում, բանի համար, որ Նիկոլ Փաշինյանին կպել էր մի երկու անգամ, կառավարությունը կպել էր։ Լավ են արել, ուղարկել հետ են ուղարկել, լավ են արել ու տեսնեն պետք չի թողեն որ Հայաստան մտնեն, բայց ժողովուրդը սա պետք է ուշադրություն դարձրեք է։ Չի կարելի տես։ Երբ Նիկոլ Փաշինյանն է կպտում այդ հարցը, այն ցերուի պես, այն ԿՀՎ-ի գործիչների պես ուժեղ աշխատում եք։ Երբ ազգային հարց է, որ ազգին քֆրտում են, բան միջև sense բանը ակնգնում է տեղը սկսում է շարժվի, չգիտեմ 100 տարի անցնում է, որ պետք չէ այդ բան անեն, յա իրենց ոտով են եթում, յա էլ մեր կողքի գտնում է մի երկու բան, ասում է փախնում գտնում են, յա էլ չգիտեմ, Յուլիա Ֆինեսի օրն են գնում, որ գնում են ներք բան են դստում դեմքին, էսի ինչ են անում, վերջով այդ տղեկն են բանելում, բերթեր են գնում, կամ էս վերջես այդ տղան մահացավ։ Այդ դատական բաների մեջ այնքան դարդերի մեջ է եւ մահացավ այդ դարդերից։ Ես հորդորում եմ ժողովուրդ, հորդորում եմ ոչ մեկը, եթե հանկարծ այս աղջկան տնեք, չմոտիկանեք այդ աղջկան ինչ որ վատ բան անելու համար։ Կարակ հանրային պարծավանքի ենթարկելու միտումով մի երկու բան ասել, եթե տենակ ու ինչ որ խոսակցություն լինի, բայց մոտենալ ձեռքով, ոտքով ինչ որ բաներ չանեք, որովհետև դուք եք ընկնելու կարակը։ Ես ռուսամետ բանը չեմ, ընդդիմությունը չեմ, որ ինչ որ մեկին դրթեմ գործողությունների ու անպատասխանատու գործողությունների ժողովուրդ։ Հանկարծ չմոտիկանեք այս աղջկան վատ բան անեք, որովհետև դուք եք ընկնելու կրակը։ Շարռ է այս աղջիկը։ Իրանը դեպորտ անող չկա այս երկրից։ Դեպորտ անող չկա այս երկրից իրան։ Ես չեմ զարմանա, որ մի քանի օր հետո այս աղջիկը մի հատ բան անի, չգիտեմ, հայ ինչ որ բաներ գտնի այդ գովազդատուների, իրաց հետ սկսի համագործակցի, ու այդ հայերն է անեն այդ ամեն ինչը իր համար։ Այդ գումարը տան, այդ ամեն ինչը ճարեն ու անեն այդ ամեն ինչը։ Ես չեմ զարմանա արդեն։ Աբսուրդը տեղ եկե հասե։ Մի ամբողջ ազգի քֆրտումը այս աղջիկին ամենավերջին հայույանքով, չգիտեմ, այս կրիսիաչի նարոդը ասում նացիեսի ինչ բանը։ Մի հատ ինչ որ բանը գրում կներեք ինձ, դեսին պատպիշիկները հավաքեցել, թքա ձեր վեր, դուք ինձի պետք չեք։ Եկեք համագործակցենք հիմի։ Այդպես ո՞նց է լինում։ Դուք պատկերացրեք Ռուսաստանը տես բան անեք, օրինակ եմա ռուսերին քֆրտեք, հետո ասեք գիտեք ինչ կես խայպի համար է դա անում 50,000 պատպիշիկ եմ հավաքել, գելեք ընկերություն անենք, ինձ մեր կոտը բան արեք, էլի տես գովազդատու տվեք, սկսեմ փող աշխատեմ։ Տես բան պատկերացնում եք Ռուսաստանում։ Նիկոլ Փաշինյանին մի հատ կպնում են, այդ մարդը 3-4 օրից չի կարող գա ու ինչ որ 50 տարով արկելը փակված է հայտնվում հետո։ Առա, այդ դրա համար չեմ ասում, առհասարակ եմ ասում։ Բայց երբ որ ազգային հարց է ինչ որ գնում, բան չկա, այդ հետևից գնացող չկա։ Մի հատ կապիտան չեն կարող գտնել, այդ կապիտանը գնա այդ հարցով զբաղվի։ Ոստիկանության կապիտան չեն կարող գտնել, հասկանում եք։ Իմ խնդրանքն է, Տիկին Արփինե Սարգսյան զբաղվեք այս հարցով, որովհետև այս աղջիկը շարռա բարից բուն իմաստով։ Ու առհասարակ ինչու պետք է այս աղջիկը լինի Հայաստանում, հայերին չսիրելով։ Բացը հայ չի սիրում այս անձնավորությունը հայերին։ Հայաֆոբ անձնավորություն է բացահայտ։ Ու ձեռը առնում, ամեն իր ստորին ձեռ առնելիք է հայերին, ամեն ստորին։ Հիմա ասում է, եկեք հավաքվենք, իմ նմաններ ովքեր որ կան, ովքեր որ սենց մտքեր ունեն, չեն կարողանում արտահայտել իրենց մտքերը այս երկրում, քանի որ այս երկրում ինչ որպես մտածում են կարող իրենց բան անեն, հայոյեն բան անեն ու այդ չկարողանան բացվեն։ Եկեք ես ձեզ կսովորացնեմ իմ Telegram ալիքում, թե ոնց դա անեք, հետո մարսեք։ Ժողովուրդ, եթե սրան թողեցիք էսի մնաց ու իր բանը շարունակեց, բետար բաներ է լինելու։ Ավելի բետար դեմքեր են հայտնվելու, ավելի բետար բաներ են անելու, ավելի, չգիտեմ, բետար ինչ-որ գործողությունների են գնալու իրանց դեմ արդեն։ Նորից եմ կրկնում, անմեղ մարդիկ չեմ ուզում որպեսի տուժվեն ինչ-որ մի հատ լկտի պատճառով, սանձարձակի մեկի, որը որ խոսալու ձև չգիտի, տոն ու տակ չունի ընդհանրապես։ Չմոտենակ բան չանեք, ու իմ առհասարակ էսի ինչ որ պետական բան չէ, որ պետության մակարդակով ինչ որ հայտնվեն հայտարարություններ տարածեն։ Սա պետք է ոստիկանությունը աշխատի սրա հարցով։ Բանը MVD ասում MVD արդեն ներվից ՆԳՆ պետք է աշխատես հարցերով։ Հայերեն էլի։ Ներվա մնաց, ուղեղա մնաց է մարդու վրա, լուրջ եմ ասում արդեն։ Նա անընդհատ մտնում եմ տենում եմ բանը, մեծ հազաբանա գծե ձեռը առնում հայերին, բարից բուն իմաստով։ Զբաղվող չկա։ Այն հնդիկների արծով զբաղվող չկա։
Ես իմ իրենց ոնց եմ պահում, դա նորմա է արդեն դառը։ Ու վատենը որ արդեն ջահելության համար դա նորմա է դառնում, քանի որ իրենք չեն տեսել մեր ջահելությունը չեն տեսել 90-ականների վերջ 2000-ականի սկիզբ, երբ որ տենային այդ ամեն ինչը, այն չեմ ասում լավ բան են արել Հայկո Մոկոն, հա, բայց ուզում ասեմ այդ կարգի է մեր ջահելությունը եղել։ Մենք լիքը բան տեսել ենք, էլի հասկացողություն եղել է։ Իրանց այդ նկարահանած քեչերը որ կային, շատ էր նման մեր իրականությանը, որը որ կար։ Չեմ ասում լավ բան է, մասամբ դաժե ինքը վնասել է դաժե տվել մեր ջահելությունը, բայց որ հիմի է որ տենում ինչա որ հիմա կատարում, դա ավելի վատ է։ Հիմա հասցրել են որ սա նորմա է, որ հնդիկը կարա ասֆալտի վրա եսի ինչեր անի, տեսեք այդ կադրները ցույց է տվել ու ահագին տարածվել է տարբեր տեղերով։ Այնտեղ չգիտեմ, այդ կարա ռուս եսի մով գա, հայրին ամնա վերջին ձև հայ հոյի բանանի, չսիրի բանչանի, բայց մնա ապրի, ասի որ ես պետքա անեմ ու պետքա ապրեմ ու դուք ինձ պետքա բան անեք։ Ապահովեք գովազդատուներով։ Դա նորմա է դառնում։ Բայց երբ որ հասնում են ինչ-որ պետական բաների, որ կպտում են կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին եւ այլն, մի անգամից տուջը դեպորտ են անում ու չեն թողում ընդհանրապես հետ գալ այդ մարդը։ Էլի եմ ասում, արել են լավ են արել փարչակ բլոգերին, բայց սրան է արեք։ Ինչ է սպասում եք ինչ-որ ջահել տղա գնա բան անի, սան մերկու բզի եսի ինչ անի, տանեք դատեք այդ տղուն։ Ոնց է տենց հլնում ընդհանրապես։ Էլի եմ կրկնում, տղեկ ջան, թեկուս աղջիկներ ջան, ովքեր որ տենց ահա որ ներվայնցած են այս աղջկա արածների հետ կապված, հանկարծ չմոտիկանաք ինչ որ ձերքով, ոտքով, ինչ որ գործողություն բան չանեք իր հետ կապված, որովհետև դա հոդված է։ Ես էլ եմ կրկնում, անպատասխանատու ինչ որ ռուսամետ բան չեմ, ընդդիմություն չեմ։ Ես ընդդիմություն եմ, բայց ես այդ տիպի անպատասխանատու ընդդիմություն չեմ, որ չգիտեմ, տանում էին մարդկանց միտինգների գործողություններ են կատարում, մարդիկ առեսօր նստած են բերթերում, 23-24 թվից նստած են բերթերում։ Գիտեք ինչ գործողությունների համար, երբ ու ոնց։ Ես այդ մարդը չեմ, որ ինչ-որ գործողությունների բան անեմ, մարդկանց, որ ես կարելի է վնասել լինի։ Էլ եմ կրկնում, մի հատ կապիտանի ուղարկեք, այս աղջկա արդյոք զբաղվի, ամոթնել է լավ բան։ Կապիտան չկա, ավակ լեյցել է լավ, եթե կապիտան չեք կարող գտնեք։ Ինչին եք սպասում։ Բերանես բասյոք մետ հնդիկի վրա բան եք ասում, սաղ ազգով թռում են վրեքներս, աղպետ ջան, դուք ձեր տգլոր աղջիկին տիրություն արեք, հնդիկի հետ ինչ գործ ունեք, բան, լսեք, այդ տղեկ, այդ ովքեր որ տես բաներ եք գրում, հա, այդ տգլոր աղջիկի մոմենտով, որ յանի համատարած տենց Հայաստանում եք, դուք հասկանում եք, որ դուք ինչ եք խոսում առհասարակ։ Դուք մեր քուր, աղջիկ, կին չունեք, որ տես բաներ եք խոսում, գլոբալ ոնց կաք դուք սաղեն ասեք, մի ձեր տգլոր աղջիկով զբաղվեք Հայաստանի, հետո նոր բան արեք։ Գոնե շեշտեք, որ կա տենց մասսա։ Հա, կա տես մասսա, ես էլ եմ այդ մասսայի գործողություններին դեմ, որ իրենց վատ են պահում այդ առումով։ Բայց պետք է գլոբալ դա ասել, որովհետև դուք էլի եմ կրկնում, դուք ունեք մայր, քույր, կին, աղջիկ եւ այլն, հասկանում եք։ Լիքը լավ տղա, լավ քուր ունի, լավ կին ունի, լավ մայր ունի, լավ աղջիկ ունի։ Նորմալ հագնվում են։ Այդ ուղղու համար ահա որ դա կարևոր բան է։ Այդ անձնավորությունների համար դա շատ կարևոր բան է, որ տենց նախարարին իրենց չխայտարակեն, որովհետև դա իրենց համար կարող է ամոթ է ու դա նորմալ է, թե դա ամոթ է համարվում, քանի որ ամոթ ինստիտուտը պետք է գործի։ Ու այդ տղու համար է դա կարևոր, քանի որ ինքը պարշակոտով կարա ման գա, որ չեն կարող ասեն չեմ ուզում գնահատականներ տամ, որովհետև մարդիկ կան ինձ նայող ազատամիտ, շատ ազատամիտ, ում համար իմ ասածները այդպես խորթ է, ու իրենց թվում է թե ես ուզում եմ իրենց համար ինչ-որ խորթ պապայություն անեմ, տենց բաները արգելեմ, եսիմ ինչ անեմ, ինձ տենց են նայում ժողովուրդ, ես պրոստը այն եմ ասում ինչը որ կա։ Okay, լեվակները այնքան են շատացի հիմա Հայաստանը, որ դա արդեն նորմա է թվում։ Հələ մի հատ 2000-ականի սկիզբ գնացեք, կարճ շորտիկով մանեկող աղջկան ինչ էին ասում, ինչ ժամը 8-ից հետո էլ չեմ ասում այդ ուժ ժամերին, օրինակի համար։ Հիմա 12-ին տենց խոսքի սիգարետը բերնը ընկերուներով ֆռում են, եսիմ ինչ են անում, հյուսեն պողոտանում եսիմ, որտեղ նորմա է դառը։ Էլի եմ ասում, անում եք արեք ձեր պրոբլեմն է, բայց հերու ազգից եղեք, մի ազգի խառնեք այդ ձեր հարցերի մեջ, ծխում եք, ինչ եք անում, չգիտեմ, շորտիկով եք, նակոլկով եք, ինչ ուզում եք արեք, դա ձեր պրոբլեմն է, ձեզ ոչ ոք ուզում արգելի, ոչ է բան անի։ Պրոստը ազգին մի խառնեք այդ հարցերի մեջ, մի ազգային տոնը սարքեք եսիմ ինչ, Վարդավարին է իմ ասածը վերաբերում, որտեվ սաղ էս ամենը Վարդավարից է սկսվել։ Սխալ բան եմ ասում, ժողովուրդ չեմ հասկանում։
Ինչն է իմ ասածի սխալ որ մարդիկ կան որ վատ են զգում, ասում են ինչ կա որ բան ինչ որ գլոբալ դար է, ես իմ ինչա, բան Եվրոպայում sense ես իմ որ տեսած ժողովուրդ մենք Հայաստանում ենք ապրում, դուք հասկանում եք դա թե չէ։ Առաջին քրիստոնյա ազգն ենք, որը որ դառնում է, չգիտեմ, մի հատ ոնց ասեմ, ինչ որ Լատին ամերիկյան էլ ամոթ ասում է, դա ավելի բան հիմի ամոթը պահող ազգեր են, պետություններ են։ Ինչու՞ մի հատ էս բացահայտ էս ռուսական մի հատ գուբերնիայպես բան ենք դառը։ Եվրոպայում էս բաներ չկա, ասում ես, եթե որ ձեզ թվում է թե Եվրոպան տես ազատամիտ բաները, Եվրոպայում էս բան չկա, այնտեղ ավելի դաժե տեղ խիստ ընտանիքի բաներ կա, ինստիտուտներ կան։ Ես չգիտեմ քիա հայերին թվում թե որ Եվրոպային լսում, դες խփթվում են, դες ազատամտությունը միանգամից գտնում է այդ կողմերը։ Մի հատ տղա չի հայտնում այդ հնդիկին մերկու բան ասի, ասի տղա աղբի ջան, sense բան մի արա, ոստիկանությունը թարպես չի գործում, ոստիկանության մասին գործ չկա, հարց չկա, ոստիկանությունը մենակ գործում է, երբ որ կառավարությունն է վերաբերում ինչ որ հարց։ 5 աստղանի գործում է։ Ինչը կապված է բանի հետ, ինչ որ մեկին նկատողություն անել, բարքերից բան, աղբի չկա ինքը։ Դե չեմ կարա, դե օրենք չկա տես բան, որ մոտիկանամ ասում ես խանութից թողես բանը հանեն, այդ մանաշկի շորը հանեն 18+ խանութից։ Այդպես մի դեպքի մեջ ես էի անցած տարի նոր տարվա դիմաց։ Մանաշկի շորերը վեկալե բան էին արել, այդ խաչով, մաչով, եսի ինչով վեկալե 18+ խանութի դեմն էին կախել կենտրոնում, այս Տիգրան մեծի վրա։ Ոչ մի չարես ոստիկանությունը, ոչ մի բան։ Սա չենք կարա։ Ոնց չէ, դե օրենքներ մշակեք ժողով, արա ախպեր որ ասում եմ ընդդիմություն չկա, չեք հավատում, ընդդիմությունը պիտի զբաղվես հարցերով, ընդդիմությունը պետքա, ես զանգեցի ազգային ժողովի ընդդիմության բաժինը թարպես չէր աշխատում, կառավարության, այսինքն ԿՊ-ին որ դիմեցի, այդ աղջիկը լսավ խնդաց եսի միջից ու ադբոյ տվեց այս հարցի հետ կապված։ Ընդդիմություն չկա, որ բան անի, օրենքներ նախագծի ու բերի առաջ, որպեսզի ընդունվի։ Այսինքն կապված կլինի խոսքի ազատության հետ, կապված կլինի ինչ որ մեկի արտահայտության հետ, որը որ ազգին է վերաբերում, հա, չնայած այդ հոդվածները կան առհասարակ մեր բանի մեջ, քրեական օրենսգրքի մեջ, բայց չի գործում։ Ու դրանք կատարելա գործելա պետք, որովհետև դրանք նորմալ կծկտուր ինչ որ բաներ է գրած, թե հասկանում եք։ Կոնկրետ պետքա գրած լինի, որ չգիտեմ, SSS բանը անելու դեպքում սա է նախատեսվում, SSS բանը անելու դեպքում սա է նախատեսվում, ոչ թե sense կծկտուր ինչ որ հոդվածներ անհասկանալի, որ ամեն մեկը իր լազ եկեքով կարողանում է դուրս գետ հոդվածների տակից։ Որտեղ չկա ընդդիմություն, որը որ այդ հարցերով զբաղվի, որտեղ այդ ընդդիմությունը զբաղված իր դատական գործերով ոնց բանանի պահի իր ունեցվածքը։ Դա համար եմ ասում, այդ ընդդիմությունը պիտի չլներ հիմի ազգային ժողովում, պետքա նորմալ ուժեր լինեին, որոնք որ ազգի հետ կապված հարցերը պետք է առաջ տանեն։ Ընդդիմությունը պետք է լինի ազգային, ազգի հարցերը առաջ տանող։ Որովհետև կառավարությունը ոնց էլ չլինի, երբ որ ինքը ընտրվում է ու դառնում է կառավարություն, դառնում է գլխավոր ուժ, ինքը զբաղվում է իր բանը պահպանելու հետ կապված ավելի շատ, այսինքն շատ դեպքերում ինքը կարող է բան անի նույնիսկ ինչ որ հարցերում ուստուպկեքի գնա, հա, որպեսի բանը լինի, ավելի լավ ինքը դիրքավորված լինի կոպիտ ասած քաղաքական դաշտում, տարբեր շերտերի հետ կապված։ Իսկ ընդդիմությունը կորցնելու բան չունի կոպիտ ասած, ինքը պետք է զբաղվի այդ հարցերով։ Ոչ թե պետք է ինչ որ բլոգեր մտնի բան ասի, մի երկու բան ու ոչ մի բան էլի, փաստացի ոչ մի բան։ Ես չգիտեմ, մի քանի հոգու դիմել եմ, այս հարցով ասել եմ, որ զբաղվեն, այդ աղջիկը չպիտի մնա Հայաստանում, որովհետև բացահայտ ձեռ առնում մեզի, ամեն անգամ մտնում է մի հատ ինչ որ տենց էշեշ բանա դուս տալի, մարկանց հունից հանում է, մի օր դրան տալու է մեկը սատկսնի։ Ես չեմ ուզում, որ ինչ որ անձնավորություն Հայաստանում ապրող հայ մարդ կամ առհասարակ այս երկրի անձնագիրը կրող մարդ հայրենասիրությունից դրդված ինչ որ գնա տենց վատ քայլերի, նորից եմ կրկնում, տենց բան հանկարծ չանեք։ Դուք ձեզ գցելու եք կրակը։ Այս հարցով պետք է զբաղվի ոստիկանությունը ու մաքսիմալ շուտ։ Մեկ էլ մի խնդրանք ունեմ հնդիկների հետ կապված, էլի նորից դիմում եմ Տիկին Արփինե Սարգսյանին։ Տիկին ոստիկանապետ, շատ մեծ խնդրանք ունեմ, որպեսզի մի հատ ինչ որ օրենք մշակվի ու առհասարակ պետք է լինի չէ՞ այդ օրենքը Հայաստանում։ Օրենք է մշակվում, թե ինչ է մշակվում, որպեսզի հնդիկները դենց ազատ մուտք չունենան Հայաստան։ Ինչ առումով եմ ասում, լեզվի իմացություն գոնե լինի, մինիմալ լեզվի իմացություն լինի, գոնե 3-ի։ Մեր վաղտով 3-ն էր բավարար, հիմա չգիտեմ, որ գնահատականն է 6-ն է, 7-ն է, չգիտեմ։ Դպրոցի սանդղակով։
ինչ որ մի հատ բան է պետք մտածել, որպեսզի գոնե մինիմալ իմացություն լինի հայերեն լեզվի կամ չգիտեմ, գոնե անգլերենի լավ, ես չգիտեմ էլ որ լեզուն ասեմ, հինդիով գալի խոսում են, այսօր առաքիչ էր 20 րոպե բան է եկին ինձ հարցնում, չեմ կարող բացատրեմ, ոչ անգլերեն գիտի, ոչ հայերեն գիտի, ոչ ռուսերեն գիտի, ոչ բանից է կարողանում օգտվել, տրանսլեյտից որ կարողանամ բան բացատրեմ։ Մի ժամ խոսում ես, ինչեմ չի կարող կարդա։ Ես չգիտեմ հինդի, ժողովուրդ հասկանում եք։ Ես գնացի տուն դուս հելա 10 րոպե, տենա մի հատ ինչ որ կանոչա բան անում, հիմա իրենց հարցնում, ինչ որ հասցեր եմ անկալի։ Չէ, մի ժամ չեն կարող այդ մարդուն բան անեին, ասեն այդ հասցեն որտեղ է։ Համ այդ ապրանքը սառավ ինչ որ պետքա տանեին տային այդ պատվիրատուին, համ ինքը ժամանակ կորցեց, համ այդքան մարդու բան արեց, չգիտեմ, ընկած իրեն բան են բացատրում։ Տենց խնդիրներ որ չլինի, մտ լեզվի իմացության գոնե մի տեստ դրեք, որ մարդը այդ տեստը անցի, նոր մտնի Հայաստան, որ նոր կարողան աշխատի։ Առանց տեստի ինչքան նելեգալ բան կա, միգրանտ կա Հայաստանում աշխատում, ոնց կարա տենց լինի։ Խուժան Ռուսաստանում կարա առանց տեստի, առանց ռուսեն իմացության ինչ որ մեկը միգրանտ գնա աշխատի։ Լավ, ինչ որ մի շինարարության մասին չի գնում խոսքը, որ շինարարության տերը, հա, շինարարությունը այդտեղ կատարում այդ մարդը ու միգրանտները բերել լցել, ինքը այդպես ցիխարի աշխատացում, հա, այդպես գործի մասին չի գնում խոսքը։ Նույն տես կուրիերության մասն է խոսքը գնում։ Կարա տես գործով զբաղվի, չի կարա։ Չի կանալը խոսեմ երկու հատ բողոքերեն հանելու են գործից այդ մարդը որ ռուսեն լեզու չգիտի։ Նույն էս թե որն է ձեր խնդիրը որ չեք կարողանում այդ բանը անեք էլի։ Այդքան հնդիկ կա խոսքի, չգիտեմ, քիչ է չի ասեմ քիչ է, մի օրինական բաներով 100 քանի հազարից շատ է, նելեգալ այնտեղ 300,000-ի է հասնում իջև։ Ու այդ գումարը որ ասում են տես լավ է, որ ստեղ աշխատում են բան է, հայը չի աշխատի այդ գործով, հայը կաշխատի լավ այդ գործով, հայը աշխատել է այդ գործով միշտ է, պետք չի մի այդ ռուսական նարատիվները մտցնել, լեվակ որ ռուսը չի աշխատի, դա մը տաջիկ ենք բերում։ Այդ բաները մի մտցրեք հայերի մեջ, հայը լավ է աշխատող ազգ է, լուբոյ բնագավառում։ Բացի այդ գումարը որ ձեզ թվում է որ իրանք աշխատում են ու Հայաստանում են լավ, Հայաստանում ֆորմա Հայաստանում այդ գումարը չի ֆորմ, իրանք մի 20% իրանք սպանում են, իրանք աշխատացի են 80% ուղարկում են իրանք երկիր։ Այդ գումարը ստեղ չի մնում, այդ գումարը ստեղ մենակ 20%-ով է մնում, մնացածը գնում է դուրս։ Եթե այդպես մտածում եք այդ գումարը ստե ինչ որ պտտում դա օգուտ է մեզ տալի։ Օգուտ չի տալի, մենակ ներվեր կորցնելու ինչ որ էլի հարցեր է, այդ մարդը չհասկանա բան, ես դա համար աշխատում եմ բան անեմ, ավելի թանկ բաներ ընտրեմ, օրինակի համար չգիտեմ, տաքսիա բան ալին, որպեսզի հնդիկ չգա, բան չկա, որտեվ ես ոչ թե եմ կրկնում, ես ինչ որ բան այդ ազի հանդեպ բան չունեմ, ոքի ժամանակ չունեմ, այդքան բացատրեմ տրանսլեյտով բան բացեմ հերոսով, իրան գրեմ, որ քանի որ նա ոչ հայերեն գիտի, ոչ առավելևս անգլերեն գիտի, չնայած հայերեն դա պարտադիր է։ Եթե մեր պետական լեզուն հայերեն է, պարտադիր է հայերեն լեզու իմանալը։ Կլինի ռուս, կլինի հնդիկ, կլինի մոզամբիկից եսիմով եկածած։ Ռուսերեն թարպես հայերեն չգիտեն, բարև ձեզ, այո, ոչ, մենակ այդ գիտեն, այդ իրեք բանը։ Հնդիկներ կան էլ դաժե գոնե տեղ-տեղ սովորում են, ռուսերեն տես քիչ են սովորում։ Իրենց թվում է թե իրենք պետքա գա ռուսերեն խոսեն, մենք պատասխանենք։ Եթե մենք գիտենք ռուսերեն, դա չի նշանակում, որ մենք պետք է ռուսերեն խոսենք իրանց հետ մեր երկրում։ Հələ գիտեք որն է այստեղ խնդիրը։ Բան կյանքի մեջ, հա, այտենց խոսակցական բան, հələ լավ, դա հասկանալի է։ Մարդկային բայր կա, որ կարելի է հասկանալ, այդ մարդը չգիտեմ, կարող է ստեյկելա Վրաստանից, որ Թուրքիա է, ես շատ իմամ ուր է, թե ինչ անի, հիմի դե սահմաններ բացվում է, չէ, երրորդ դեմքերի համար Թուրքիա բան։ Ու առհասարակ թեկուզ Իրանա ուզում է թստե բանով ցամաքային ճանապարհով, հիմի ռուսերեն խոսում բան բացատրեցինք, ճամփեցինք, բայց գործ ընդունելու ժողովուրդ մինիմալ հայերեն լեզվի իմացությունը պետք է, հասկացեք, պետք է անհնար է, որովհետև մարդը ռուսերենը չգիտի, խի այդ մարդը պետք է իր երկրում, իր հայրենի քաղաքում, իր հայրենիքում ինչ որ մեկի հետ, ինչ որ առաքիչ հետ խոսա օտար լեզվով։ Ռուսերենն էլ է վերաբերում, ռուսերենը գալիս են, թե չգիտեն հայերենը, մտնում առաքիչ բան են աշխատում, հետո մենակ ռուսերեն ես խոսում։ Իմ համար խնդրեմ չէ ռուսերեն խոսել, ես ռուսերեն գիտեմ։ Մոսկվայում եմ ահագին ժամանակի ապրել փոքր տարիքում։ Հասկանում եմ, կարող խոսամ հետներն։ Մարդկա եթե չգիտի, բայց իսկի ռուսերեն խոսալ չգիտի ու խի պետք է առասակ ռուսերեն սովորի իր երկրում։ Էլ հնդիկների մասին չխոսամ, հինդիով են խոսում, այդ մարդկանց հետ պետք է հնդկերեն սովորես, որ կարողանաս բան բացատրես կամ իրենք քեզի բացատրեն դու հասկանաս։ Ահա որ լիքը բաստողումներ կա այս միգրանտների հարցում, սկսած այնանից որ ով ուզի կարա գա, առանց չգիտեմ ինչ որ նորմալ փաստաթղթերի, ներքին անձնագրերով կարողանում են գանցնել, ով ասես։ Լեզվի իմացության հետ կապված ոչ մի բան չկա, ինչ որ սանդղակ դաս, որ այդ մարդը սովորի ու կարողանաս ինչ որ բան անի։ Մեկ էլ բանը, ինչ որ ամեն մի
պատե անպատե դեմ կարամ անկա բաներ դուստա հայ ազգի վրա ու տենց ինքը անպատիժ մանգա ու տենց ցույց տա որ ինքը կասկադում բան անում սելֆիներ անի դա աղջկա մասնա խոսքը դու ռուս Նադյա ինչ անունը որ բան անում տենց կասկադում ինքը վազում է ու ինչ որ բան է բացատրում էլի ու տենց կարող պայտակի խոսա թե հայ տղամարդիկ ինչ վատն են հայ աղջիկներն են իրենց բան ասում ես մի sense արա գոնե սուս մնա Գոնե սուս մնա Էդի նրանց է որ նգնեն չի աշխատում է սրանց հարցով կամ չի ուզում աշխատի Չի պետք է դիվում գրեն որ գան իրեն բան անեն ինչ որ տենց զննեն հետաքննություն անեն չի պետք է տենց լինի որ Դա պետք է արդեն ապրիորի սա արվի առանց իմացելու կամ ուրիշ մարդու ասելու չեն անում դա մեր մտնում խոսում ենք ժողովուրդ ու պարտադիր է իմ հետ համակարծիքը լինել իմ հետ ինչ որ կռիվ տալ որ չգիտես ինչ կա մտքի ազատություն կա ես իմ ինչ կա հայեր կա որ տենց են գրում ինձի զարմանալու բան եմ ասում, այս մարդիկ կան, որ իրենց համար օքեյ է, որ իրենց ազգին կարան հայհոյեն ու իրենք բանով զբաղվեն այդ մյուսներին սովորացնեն, որ նա ճիշտ, որ նա սխալ։ Գժանոց են ինչ ասեմ։ Հնդիկների հետ կապված ընդհանրապես բան չասեմ, դա հնդիկների հետ կապված մի քիչ ապաստի է խոսալը, կարող է տենց в общем, ուրիշ կողմ տանեն, էլի։ Ծայրահեղական ես ինչ սարքեն, որ ճիշտ բան ես ասում։ Ախր ես ինչ ասում եմ, ես ազգի մեծամասնության միտքն եմ ասում, ախր դուք էլ եք լավ հասկանում դա։ Ազգի մեծամասնությունը հոգնել ես ամեն ինչից արդեն։ Կապ չունի, կլինի Քոչյանի կողմնակից, Նիկոլ Փաշինյանի կողմնակից եւ այլն, կապ չունի։ Ազգի մեծամասնությունը այս միգրացիոն հարցերով արդեն սկսում է հոգնի ժողովուրդ, ու էսի վատ նախանշան է։ Պարոն Փաշինյան, ձեզ էլ եմ դիմում, սա շատ վատ նախանշան է, քանի որ իրական ընդդիմությունը սենց է հայտնվում, այսինքն դեպքերում է հայտնվում, ովքեր որ կարողանում են առաջ տանեն իրենց հետևից այդ մարդկանց մտքերը, սենց ասեմ, հա։ Որոնք որ ուզում են կարգ ու կանոն լինի։ Կարգ ու կանոնը մենակ սրան նրան նստեցնելով չի, հասկացանք նստեցնում եք լավ եք անում այդ հանցանք կատարող մարդկանց, ովքեր որ արել են ու թալանը կեղեքել են մեր պետությունը, մեր բանակը եւ այլն։ Բայց այս հարցերով էլ է պետք է զբաղվել։ Բոլորս հայ ենք, բոլորիս վիրավորում են, մենք բան չեն կարող անենք, ինչ անենք։ Ինձ ասում են ախպեր, խոսալով չի, հել գնա մի բան արա, ինչ անեմ, եղբայր ջան, Նորիկ ջան, Նորիկն է ինձի գրել, ասում է խոսալով չի, գնա արա, ինչ անեմ, Նորիկ ջան, կբացատրես ինձի։ Գնամ վնասեմ աղջկան հետ, հա, ու ես ընկնեմ կրակը։ Այդ վնասելուց նախարարությունը իմ հակով բան չի, ես աղջկա գնամ ինչ որ քյալատամ, այնե բանով ֆիզիկական, հա, ֆիզիկական բանի ինչ որ անցնեմ, այդ իմ հակով չի նախարարությունը։ Երկրորդ էդի պետք է ոստիկանություն դրանով զբաղվի։ Երրորդը էդի շարի բունա։ Դրանով բան չի փոխվելու։ Այսինքն եթե ինքը իրանի միջև բան չեն արել, այսինքն ոստիկանությունից չեն կանչեի, ոստիկանության ինչ որ ներկայացուցիչ չի գնացել մոտիկացել այն վայրը, որտեղ որ նա ապրում է, իր հետ ինչ որ բացատրական գործողություններ չեն կատարել, չի օգնելու, հասկանում եք, չի օգնելու, ել եմ կրկնում, դա չի օգնելու։ Ու տենց մտքեր մի արտահայտեք, մի բան արեք, գնա մի բան արա, պետք չի ոչ բան անել, մենք նորմալ պետություն ենք, հա։ Նորմալ պետություն ենք մենք։ Պետք է լինի բանակ, որը որ զբաղվում է երկրի սահմանների պաշտպանությամբ, պետք է լինի ԱԱԾ, որը որ զբաղվում է այդ գործակալների դեմ, հա, օրինակ եմ, պետք է լինի լավ ոստիկանություն, որը որ զբաղվում է սենձևի տականքների հետ, ովքեր որ բաներով են զբաղվում, ամբողջ ազգը հայհոյում են ու սենց ֆրֆռում են իրենց համար հանգիստ։ Ու աստված չանի, հետո մի բան է տեղի ունենում, ասում են դե բան էլի դու ես հանցանք կատարը, դու իրան եկար մատով կպար։ Նորմալ չի սա։ Ժողովուրդ, այսքանով ավարտենք այս եթերը, մի քիչ տենց ուղղակի շատ բարկացել է, դրա բանն էի նայ, դա մր գժվայլ sense մտա եթեր, այդ ինչեր է խոսում բան, դրա ստորները, բաները, հիմա ինչ որ գրուպ եկա հավաքում Telegram-ում, որ սովորացնի ոնց կան տենց անեն ու 4 դուս կան ջրից։ Դա մր մի քիչ բան եղա։
ու նորից եմ կրկնում, այս աղջկան տենալուց ոչ մեկը մի մոտիկացեք ինչ որ ֆիզիկական ինչ որ վնաս տալու միտումով եղավ։ Սա հորդոր ու պահանջ է իմ կողմից, ովքեր որ ինձ դիտում են։ Հորդոր ու պահանջ է, հանկարծ չմոտիկանաք ինչ որ բան չանեք, ել եմ կրկնում, շարի բուդա։ Դուք եք ընկնելու կրակը։ Ուղղակի պետք է այն աստիճանի բարձրացվես հարցը, որպեսզի ուշադրություն դարձնեն այս աղջկան, ոչ թե սպասեն ինչ որ մեկը դիմում բողոք գրի, որպեսզի գան զբաղվեն այդ հարցով, այսքան բան։ Բոլորիդ հաջող օր եմ աղթում, հաջողություն ձեզ։